Որոշ ժամանակ է արդեն աշխատում ենք reality show-ի վրա եւ այսօր մեր հերթական հանդիպումն է Մարիի հետ, մասնակցի հետ եւ մի քանի հարց եմ առանձնացրել, ինձ ձեզ էլ հետաքրքիր կլինի։ Մարի, ինձ զգացիր եւ քեզ առաջարկեցի reality show-ին մասնակցել։ Առաջին միտքս երևի վախն էր, միաժամանակ ուրախություն, ոգևորվածություն, բայց վախ, որովհետև մեծ պարտականություն է, մեծ պատասխանատվություն է, ուրիշ բան է, երբ դու ինքդ ես փորձում նիհարել, կոպիտ ասած կստացվի, չի ստացվի, բայց երբ թիմը աշխատում քեզ հետ, այս դեպքում դու եւ իմ մարզիչը, Արաքսը, բնականաբար պատասխանատվությունը մեծ է։ Մի օր մի քիչ լավ չպարապես, մի օր սնդակալը լավ չպահես, իսկ մենք ամեն դեպքում ունենք ժամկետներ, որոնց մեջ պետք է ցանկալի է տեղավորվենք մեր մաքսիմալ հնարավորություններով, երևի դա վախը հա։ Իսկ ինչից հետո որոշեցի, որ պետք է սկսել։ Դե նախ ես այն մարդկանցից եմ, որ ասում են «Զալյուբոյ կիպիշ կրոմի գալադովկի»։ Դենց որ ցանկացած նման հավես գաղափարների ես միշտ կողմ եմ, հարկապես գիտեմ ինչքան ակտուալ է նիհարելու, լցվելու այդ խնդիրը մեր հասարակության մեջ, ամեն մարդու մոտ մի ձև ու վստահ եմ, որ իմ օրինակով կկարողանամ շատ այլ մարդկանց ոգեշնչել, ոգևորել, որովհետև նման օրինակներ ես ինքս էլ եմ ունեցել ու գիտեմ, որ դա շատ կարևոր է։ Ինչն էր ամենաբարդը քեզ համար։ Գիտես ամենաբարդը որն էր, երբ դու առաջին օր ինձ ուղարկեցիր 10 օրյակի սնդակարգը, ես նույնիսկ լացել եմ մի քիչ, ես չեմ ասել, որովհետև հիշում ես դու այնքան բազմազան էիր մենյուն արել, ես հասկանում եմ նրա համար էր, որ ես ամեն օր նոր բաներ փորձեմ, ինձ սնդակարգում ամեն ինչ լինի, բայց ես հասկանում եմ, որ ես այդքան ժամանակ չունեմ, հետո երևի թե վախն էր էլի, որ ես չեմ հասցնի ժամանակի մեջ տեղավորվել, այդ ամեն ինչը պատրաստել, ոնց եմ անելու, ինչ եմ անելու, բայց հենց երկրորդ 10 օրյակում ձևափոխեցինք սնդակարգը, դու ինձ ավելի հեշտ տարբերակներ ուղարկեցիր, ամեն ինչ ունի մեջ ընկա։ Ես գիտեի շաբաթվա համար պետքա սա ունենամ Սառներանում, սա վերջանալու է 2-3 օրից, ցանկը մոտս հստակ կար, որը միշտ թարմացվում էր։ Ու process-ի մեջ արդեն հասկանում ես ինչ ոնց է։ Եղել է մի պահ, որ ուզել ես հրաժարվես այս ամեն ինչից։ Անկեղծ